Տավուշի մարզի Զորական գյուղն է։ Տեղի բնակիչները հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, սակայն ինչպես Հայաստանի մյուս գյուղերը, այնպես էլ Զորականը ունի մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Գյուղացիները դժգոհում են գյուղամիջյան ճանապարհների վիճակից, ասում են ամեն տարի խճապատում են, բայց անօգուտ է։ Ճանապարհ չկա, ոչ թե նորմալ, լրիվ աննորմալ էլի։ Կարելի ասած ոտով են գնում էլի։ Որյանը ու գնաս, սա հավիրված։ Ճանապարհ չունենք, ամեն տարի համարյա մենք են գնա, սարքում, ինչքան էլ սարքում են գնա մեկա, մի հատ անձրևի եկավ, էլի նույնն։ Միշտ խճապատում են կարել, բայց սելավնին գալիս տանում է։ Կամ պետք է բետոն արվի, կամ տուֆապատվի, կամ ասֆալտ արվի, որ մի քանի տարի կարա ինքը դիմանա, հետո ման թուրթուրավոր տեխնիկա է, անիվավոր ծանր խոտի ժամանակաշրջանում, բերքավակի ժամանակաշրջանում ճանապարհները օգտագործվում են, պետք է այն կարգի արվի, որ կարենա դիմանա, էլի մի քանի տարի գոնե այդ ճանապարհը գոյատևի։ Դպրոցի ճանապարհի վրենա, գերեզմանի ճանապարհի վրենա, թաղամասերը մա, որ էլ հնարավոր չէ, էլի գրեթե անցնելը։ Զորականում կա բուժկետ, որը սպասարկում է երկու գյուղերի բնակիչների, սակայն չեն հասցնում, պայմաններն էլ բարվոք չեն։ Վարչական ղեկավարի խոսքով նախատեսված է ընդլայնել բուժկետի հնարավորությունները։ Բուժկետը ծառայում է երկու գյուղի, Հաղթանակ Զորական։ Չերիքում։ Անցյալ տարի կարծեմ ուզեցին ինչ-որ հիվանդանոցա, թե բուժկետ կառուցեն, էդ էլ կիսա մնաց, թե ինչ պատճառը, ինչ խնդրի համար էլ չիմացան։ Բոլորս էլ ուրախացանք, ասենք ինչ-որ մի ժողովրդի համար մի օգնություն գլի, բայց ոչ մի բան էլ չեղա։ Տարեց մարդիկ են գալի կամ փոքր երեխա ժամերով սպասիլը չի կարել էլի այդքանն էս դարամը։ Մի բուժկետա էլ յոլա տանում, նենց չի, բայց կա, կարիք կա։ Դրա համար որոշել են մի քիչ հնարավորություններով մեծ լինի, հարմար լինի, որ կարենա երկու գյուղին սպասարկի ամբուլատորիան։ Գյուղում նվազել է մանր եւ խոշոր եղջերավորների գլխաքանակը, պատճառը բնակլիմայական պայմաններն են եւ հիվանդությունները։ Բնակիչների խոսքով շատերն այլևս չեն ուզում զբաղվել անասնապահությամբ, ձեռնտու չէ։ Ոչ մեկը չի իմանում, այդ ինչ հիվանդություն է կամ այդ խիատենցելը։ Մարդիկ արդեն զզվել են, էտել են թողը, պահմա, սատկմա, ոչ տեղը փոխհատուցում կա, ոչ մի բան։ Մի երկու տարի առաջ խոշորը հեչարին ասեն ինչ-որ հիվանդությունա ոչ մի առաջադիմություն չլավ, իշխանությունից ոչ մի օգնություն կարային էլի ինչ-որ բան անեն, որ ժողովուրդը անասուն չկա, հազար գլուխ ավել խոշոր է եղել, սորսկի օբչի եթե հաշվենք 100-ն էլ չկա։ Կենթանիներ չկա, գյուղատնտեսությունը բարձնամա։ Թե ինչ հիվանդություններ, ինչ էր, վերջով ինձ էլ ալեր, մի տարը 3 բանը կովոս հատկաց։ Այդ տեսակի հիմիկով չունա։ Գլխաքանակի խնդիր կա, ոչխարաբուծությունը նվազել է, խոշոր եղջերավորներն են նվազել, բայց էլի զբաղողներ կան։ Կոլխոզի ժամանակաշրջանում ամառը շատ շոկ է եղել, ջրերի բանի խնդիր է եղել, տարել են Ստեփանավանի սարերը։ Դե հիմա այդ հնարավորությունները չկա, ամբողջը տեղում է կազմակերպում, հետևաբար տենց այդ խնդիրները առաջացել է, բայց էլի սկսողներ կան, զբաղողներ կան, փոխհատուցում բան չկա, ոնց որ մի 2 տարի, 3 տարի պահում է այդ մանր եղջերավորը, որ պետք է ինքը իրանից օգուտ ունենա արդեն իր բանի համար, հետո այդ հիվանդությունները առաջանում է ինքն էլ տարածող հիվանդություն է։ Համայնքային բյուջեի միջոցներով իրականացվել է գյուղամիջյան ճանապարհների որոշ հատվածների բարեկարգում, լուսավորությունն է ապահովվել, կարգավորվել է խմելու ջրի խնդիրը։ Զուգդիան ծրագրով մոտ մի 500-600 մետրի չափով տուֆապատում այս տարի, որ ամենաբարդ տեղերի համար ենք նախատեսել, չենք որոշել մի հատ փողոց տուֆապատենք, մնացածը խնդիր ունենա։ Պետական ծրագրով նախատեսված է այս տարի ամբուլատորիա կառուցվի, տենանք։ Զորականում բնակվում է ավելի քան 1300 մարդ, նրանք ապրում են իրենց առօրյա կյանքով, աշխատում են ու դժվարությամբ ապրուստի միջոց ստեղծում, հուսալով, որ իրենց բարձրացրած խնդիրները մոտ ապագայում լուծում կստանան։ Տիրուն Մաշքարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Տավուշի մարզ, գյուղ Զորական։